որտեղ են օգտակար ճարպերը եւ երբ դրանք ուտել, նախաճաշին թե ընթրիքին։ Օգտակար ճարպերի ժամ որպես այդպեսին չկա, ցանկալի է ուտել օրվա ընթացքում պարտադիր։ Լավ ճարպեր ասված է, հա, այսպես կավույճ կխասենք, դրանք հիմնականում օրինակ ավոկադոյի մեջ, հա, շատ տրենդային, ընդեղենի մեջ շատ կա, սերմերի մեջ շատ կա, հիմնականում դրանք են եւ իհարկե նու ծովամթերքի, սակայն Հայաստանում օրինակ իշխանը եւ սիգը մեր հայկական այդքան շատ չեն պարունակում այդ ցանկալի ճարպը, հա, բայց օրինակ ծովամթերքից ծովից, հա, օրինակ սաղմոն, հա, որ վերցնենք, դրանք շատ ավելի շատ են պարունակում, օմեգա 3 ճարպ։ այո, լավ ճարպաթթուներ։ Եվ իհարկե չմոռանանք նաև որակյալ ձեթերի մասին, հա, այսինքն ձիթապտղի ձեթը, կտավատի ձեթը, դդմի ձեթերը, դդմի սերմերի ձեթերը, այսպես ասած, դրանք բոլորը ինչ որ առկա են, հա, հիմա շուկայում շատ լավ են ու աղցանների մեջ կամ որևէ բան տապակելիս մի փոքր օգտագործել, իհարկե չափի մեջ էլ է, էլի, ամեն չափի մեջ է գեղեցիկ, այնպես որ այդ նույն իմ նախորդ ասած ճպ-ճպ վիճակը ցանկալի չէ, մի փոքր քանակով ձեթով տապակելը օքեյ է։ Դրանք եւս պարունակում են, այսինքն առողջարար ճարպեր։ Տրանս ճարպերը։ Տրանս ճարպերը երևի միակ բացառությունն է, որ ցանկալի է ինչքան հնարավոր քիչ լինի, նույնիսկ այսպես ասեմ, մեր սննդակարգի 1%-ը նույնիսկ չպետք է հասնի տրանս ճարպերը, որովհետև հստակ ապացուցված է, որ տրանս ճարպերը ունեն միայն բացասական ազդեցություն մեր օրգանիզմի վրա, ոչ մի դրական ազդեցություն չունեն։ Տրանս ճարպերը որոնք են, օրինակ, շատ այդ խիստ տապակած վերամշակված մթերքները, fast food-երը, հա, որոնք որ երբեմն օգտագործում ենք, ինչքան հնարավոր է քիչ պետք է օգտագործենք։ Մարգարինը, մարգարինով պատրաստված բոլոր խմորեղենները,